Զավակ իմ սոքայն, որ լսեն և արմեն զբանն աստուծո։ Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ լսում են և կատարում են Աստուծո խոսքը։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի այս հատվածում առաքյալը խոսում է, թե ինչպես Քրիստոս իր ուսուցումների, իր վարդապետության, իր հրաշագործությունների մեկ հանգրվանի մեջ առաքյալներին հավաքաբար շարունակում էր ուսուցանել իր բարի ավետիսը, Աստուծո խոսքը և այդ Աստուծո խոսքի ծառայության, սպասավորության ընթացքում նրան բազմաթիվ հետևորդներ, բազմաթիվ հավատացյալներ, նորադարձներ, որոնց կյանքի մեջ մեծագույն հրաշքներ էին պատահել և որոնք նաև ականատես էին եղած բազմաթիվ հրաշքներու, հետևած էին Հիսուսին և Հիսուս հոծ բազմությամբ խոսում էր դարձյալ Աստուծո խոսքը։ Քրիստոսի առաքելության մեծագույն նպատակը եկեղեցին հաստատելն էր։ Այն եկեղեցին, որ մենք նրա անունով հավաքվածներս, հավատացյալներս պիտի դիմի գայինք և նրա անվանը փառաբանեինք, նրա խոսքով մեր կյանքը ոգևորեինք և այդ երջանկության հավիտենական և իրական արժեքների մեջ ապրեինք, որպես ճշմարիտ հետևորդներ Քրիստոսի, որով ճշմարիտ քրիստոնյաներ։ Մեր եկեղեցական ընկալումով Քրիստոս իր իրական եկեղեցին հաստատեց հավատացյալների հավաքագրումով։ Ուստի մեր ընկալումով երկու տեսակի առանձնավար եկեղեցական հասկացողություն ենք ուզում այսօր մեր խորհրդածությունների բաժին դարձնել։ Առաջին, Հիսուս հոգևոր եկեղեցի հաստատեց, որի գլուխը ինքն է և մենք հավատացյալներս նրա մարմնի մասերը, նրա հաստատած հոգևոր մարմնի, Քրիստոսի հոգևոր մարմնի, խորհրդական մարմնի, հոգևոր եկեղեցվո ամեն մեկ կենդանի քարն ենք մենք որպես նրան հավատացողներ։ Եվ ինչպես մեր ֆիզիկական մարմնի վրա, մեր ֆիզիկական մարմնի անդամները տարբեր գործեր են կատարում, տարբեր նպատակներով են և տարբեր առաքելությամբ են, բայց նրանց ամբողջությունը մեր մարմինն է կազմում, որով մենք ապրում ենք հավատարմությամբ և սպասավորությամբ այդ մարմնի մասերի, այդպես էլ հոգևոր եկեղեցվով ընկալումով մենք ամեն մեկս մեր Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցվով մեկ մասնիկն ենք, տարբեր պատասխանատվության, տարբեր ծառայության ոլորտով, տարբեր առաքելությամբ և տարբեր մասնակցությամբ։ Մեկը հոգևոր սպասավորության է կանչված որպես օծյալ ծառա Աստուծո, մյուսը առանց օծության, բայց նույն սպասավորությունն է կատարում վարչության, թեմական և այլ եկեղեցական մարմիններին անդամակցելով, մյուսը եկեղեցվող խորանը ճոխացնելու և եկեղեցական մյուս ծիսակատարությունները ճոխացնելու համար իր աղոթական, երկեցողության և մասնակցությամբ է ծառայում այդ հոգևոր եկեղեցին։ Մյուսը
իր նյութական և բարոյական ստացվածքից բաժին է հանում այդ եկեղեցին, որպեսզի այդ եկեղեցին ճոխանա, զորանա, որպեսզի այդ եկեղեցվո խորանը, պատերը, որպեսզի այդ եկեղեցվո միջավայրը հոգևոր միջավայր լինի և ներշնչե ամեն հավատացյալի, որ գալիս է այդ եկեղեցի Աստուծո և Քրիստոսի հանդիպելու համար։ Ուրեմն ամենակարևոր հատվածը այդ եկեղեցվո բոլոր ծառայության և գերագույն նպատակը սիրելի հավատացյալներ, որպեսզի մենք այդ հոգևոր եկեղեցի մեջ հաղորդակցվենք Քրիստոսի հետ, աղոթենք։ Ուրեմն ամենակարևոր այս հոգևոր մարմնի անդամների ներկայությունը աղոթական ներկայությունն է, հավատացյալների ներկայությունն է, բոլորիս որպես հավատացյալներ ներկայությունն է և մասնակցությունն է այդ հոգևոր արարողության։ Երկրորդ նյութական կամ ֆիզիկական եկեղեցի։ Տերը նաև նյութական եկեղեցին հաստատեց, որովհետև հին կտակարանի մեջ, երբ ընթերցում ենք այդ հին ուխտի էջերը, տեսնում ենք, թե ինչպես տեսիքով Աստված ցույց տվեց այն վայրերը, ուր իր աղոթքի տունը պիտի շինվեր։ Անգամ Աստված մատնանշեց և ուղղորդեց, թե ինչ բաժիններով, ինչ սկզբունքներով և ինչ արժեհամակարգով պետք է կառուցել այդ եկեղեցին։ Եվ մենք այդ նյութական եկեղեցին 2000 տարիների ընթացքում զորացրել ենք որպես նվիրապետություն, որպես ֆիզիկական աղոթավայր, օծել ենք այդ եկեղեցիները սուրբ միրոլով, սուրբ հոգին ենք հայցել այդ եկեղեցիներում և մտել ենք այդ եկեղեցին այն զգուշավորության, որ այնտեղ աներևութապես Աստված է բազված խորանի առջև։ Եվ այդ պատճառով մենք ամեն անգամ խորանի առջև անցնելիս խոնարհություն և խաչակնքում ենք կատարել։ Այդ պատճառով ամեն անգամ եկեղեցի մտնելիս մենք լուռ ենք եղել։ Եկեղեցիներ, այդ վարչություններ և մարմիններ են ստեղծված, որպեսզի այդ եկեղեցական հավաքակը պահենջող, բարգավաճ, ծաղկում և զարգացող։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, երբ Հիսուս չի գնում ընդառաջ իր մորը և ազգականներին, ովքեր եկել էին իրեն որպիսությունը իմանալու, տեսնեին հո հոգնած չէ, հո տարակուսած չէ, հո նեղության մեջ չէ, արդյոք կերակուր կերել է թե ոչ, արդյոք պաղարել է կամ ոչ, բայց Հիսուս ծառայում էր եկեղեցվո մեջ, իր հոգևոր եկեղեցին էր կառուցում։ Նյութական եկեղեցին 5 դարարանից կառուցված էր, բայց նա իր հոգևոր եկեղեցին էր կառուցում։ Աստուծո խոսքն էր փոխանցում իր հետևորդներին, հավատացյալներին։ Եվ այդ է պատճառը, որ Հիսուս ասում է. իմ մայրը, իմ հավատացյալ եղբայրները և քույրերն են, իմ ազգականները, իմ բարեկամները անոնք են, որ Աստուծո խոսքը մտիկ կրեն։ Ուրեմն այդ հոգևոր եկեղեցվո առաջնահերթությունն էր, որ Հիսուս շեշտում էր և կառուցում էր մեր մտքի մեջ, որտեղ մենք էլ ամեն մեկս որպես հավատացյալներ, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, մենք Աստուծո եկեղեցի ենք, տաճար ենք Աստուծո, և այդ պատճառով նաև մեր մարմինը, մեր հոգին, մեր միտքը և սիրտը պետք է մաքուր պահենք, ինչպես մեր տաճարներն ենք մաքուր պահում։ Ուրեմն այսօրվա մեր պատարագի պատգամը այն է, որ մենք հասկանանք, որ մենք մեր եկեղեցվո հոգևոր
թե ֆիզիկական եկեղեցով մարմնի մեկ անդամն ենք։ Այդ անդամությունը ներկայության և մասնակցության է արժևորվում։ Եվ այսօր մենք ականատեսն ենք եկեղեցական և ազգային մեր կյանքում ամենադժվար մտահոգիչ շրջապուների հայրենիքի մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես դժվարության և հալածանքի օրեր է ապրում մեր սուրբ եկեղեցին։ Մենք մտահոգ ենք, մենք աղոթող ենք, սակայն մենք նաև որպես համայնք, որպես այդ եկեղեցու, այդ մեծ եկեղեցու, այդ սուրբ էջմիածնի մեկ մասնիկը, այդ սուրբ էջմիածնի զավակը, որպես Ավստրալիոյ և Նոր Զելանդիայի հայոց թեմ, մենք պիտի դարձյալ ուխտենք, որ մենք պիտի շարունակենք սուրբ էջմիածնի դարագնա առաքելությունը։ Այն առաքելությունը, որ ունեցել է հսկա դերակատարություն հավատացյալոց կյանքի մեջ, թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս։ Էջմիածնի առաքելությունը հայության առաքելությունն է, Էջմիածնի առաքելությունը հայապահպանության առաքելությունն է, Էջմիածնի առաքելությունը լեզվի պահպանության առաքելությունն է, Էջմիածնի առաքելությունը Քրիստոսի խոսքի ծառայության առաքելությունն է։ Այդ առաքելության են կոչված մենք ամենքս տարբեր պատասխանատվությամբ և պարտականությամբ։ Մենք, որպես օծյալ սպասավորներ և դուք սիրելի հավատացյալներ, որպես այդ միևնույն մարմնի զավակը և մեկ մասնիկը ձեր մասնակցությամբ և ձեր աղոթակցությամբ։ Այսօր, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, մենք էլ պիտի միանանք աշխարհի բոլոր հայոց եկեղեցիներում հնչած աղոթքին, որովհետև այսօր Հայաստանի այս եկեղեցին տոնակատարում է 26-րդ տարեդարձը ամենայն հայոց կաթոլիկոս Նորի Սուրբ Օծություն Տեր Գարեգին II վեհապար հայրապետի ընտրության և գահականության ալիակը։ Ուրեմն մենք էլ այսօր պիտի աղոթենք, մասսավոր հայրապետական աղոթք և կարգ պիտի կատարենք մեր սուրբ եկեղեցում առաջնորդանից և մյուս բոլոր եկեղեցիներում և պիտի միանանք այդ նույն և մեկ մարմնին, որպես մեկ մասնիկը այդ մարմնին, և այդ աղոթքով և այդ անարունությամբ պիտի խնդրենք, որ հայոց մեր վեհապար հայրապետը երկար ապրի և իմաստությամբ, համբերությամբ և ուժգնությամբ շարունակի իր ծառայությունը և սպասավորությունը իր եկեղեցուն և իր ժողովրդին։ Շարունակի առաջնորդել Սուրբ Էջմիածնի գահի առաքելությունը, այն դարագնա առաքելությունը, որ ունի հոգևոր իմաստ և հոգևոր խորհուրդ։ Այդ առաքելության ծառաներն ենք ամեն մեկս, սակայն հայոց վեհապարի ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է տրված։ Այդ պատճառով նրա անձի շուրջ ավելի մեծ հարվածներ են գալիս, ավելի զորավոր հարվածներ են գալիս, բայց մենք դարձյալ պիտի շեշտենք աղոթքով, մաղթանքով և եթե պետք լինի նաև մասնակցությամբ, պիտի ամեն կարեմին իսպաս դնենք պաշտպանելու համար Սուրբ Էջմիածինը և ամենայն հայոց հայրապետի աթոռը, որտեղ այն մեկ օրվա, մեկ տարվա և նորելուկ երևույթ չէ մեր հոգևոր ազգային պատմական գիտակցության մեջ, այն մեզ համար հոգևոր իմաստ ունի, արժեքային իմաստ ունի, և այդ հոգևոր արժեքային իմաստ է, որ մենք այսօր շարունակում ենք նաև մեր սպասավորությունը ձեզ, սիրելի հայրենիներ Ավստրալիայում ապրող։ Եվ շարունակելու ենք այդ առաքելությունը անկախ բոլոր տեսակի դժվարություններից,
նեղություններից, փորձություններից և հարվածներից։ Այո, որովհետև մենք ուխտ ունենք մեր հայրերի և մեր սուրբ հայրապետների առջև։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի առջև և նրա հավատքի շարունակողը, որպես մենք ուխտ ենք կատարել հավատային մնալու այդ հավատքի և արժեքի ընթացքին։ Ուրեմն, եկեք աղոթքով դիմենք Աստծուն, որ մենք ամեն մեկս արժանի լինենք Աստուծո խոսքը լսելու, իմանալու, հասկանալու, ճանաչելու և ապրելու, որպեսզի մենք էլ դառնանք հարազատ, հասկական, բարեկամ, ծնող, մայր և եղբայր Քրիստոսի համար, որպեսզի Քրիստոս մեզ ընդառաջ գա և այդ գալուստով մենք տեսնենք Աստուծո ներկայությունը մեր կյանքի մեջ և փառավորենք